Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Մոտ 1.5 ամիս մերձավոր արևելքում բռնկված կրակը առայժմ չի հաջողում մարել։ Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում անպարկեշտ բառերով հաղորդագրություն է հրապարակել, սպառնալով ոչնչացնել իրանական էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի։ Երեքշաբթի օրը Իրանում կլինի էլեկտրակայանների եւ կամուրջների օր, բոլորը միասին։ Սա երբեք տեղի չի ունեցել։ Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում, պարզապես սպասեք, փառք Ալլահին, գրել է նա։ Միևնույն ժամանակ Կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ կա մեծ հնարավորություն Իրանի հետ համաձայնության հասնելու երկուշաբթի օրը իր կողմից սահմանված մերձնաժամկետից առաջ։ Կարծում եմ վաղը լավ հնարավորություն կա, բանակցություններ են ընթանում։ Եթե նրանք համաձայնության չգան, ես մտածում եմ ամեն ինչ պայթեցնելու եւ նավթ վերցնելու մասին, ասել է նա։ Բացի այդ, Կիրակի երեկոյան Թրամփը հրապարակել է մի առեղծվածային գրառում, որից կարելի է ենթադրել, որ նա որոշել է Իրանին ուղղված իր վերջնագիրը 1 օրով հետաձգել երկուշաբթիի փոխարեն մինչև երեքշաբթի ժամը 20:00, գրել է նա Կիրակի երեկոյան առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։ Այս կապակցությամբ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ի պատասխան Թրամփի սպառնալիքների ասել է, որ ամերիկացի նախագահի անխոհեմ գործողությունները կհանգեցնեն ամբողջ տարածաշրջանի հրդեհմանը։ Միևնույն ժամանակ Axios-ը հղում անելով տեղեկացված աղբյուրներին հաղորդում է, որ Միացյալ Նահանգները, Իրանը եւ տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են 45-օրյա հնարավոր հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել հակամարտության մշտական դադարեցմանը։ Այս աղբյուրների համաձայն բանակցություններին որպես միջնորդներ հանդես են գալիս Եգիպտոսը, Պակիստանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ բանակցություններ են վարվում Միացյալ Նահանգների նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուեյթկոֆի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև կարճ հաղորդագրությունների միջոցով։ Աղբյուրները սակայն կարծում են, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում մասնակի համաձայնության հասնելու հնարավորությունները փոքր են։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Պորտալին հայտնել է, որ վերջին օրերին Թրամփի վարչակազմը Թեհրանին մի քանի առաջարկ է ուղարկել, սակայն իրանցի պաշտոնյաները դեռևս չեն ընդունել դրանք։ Այս ամենի խորապարտկերին հայտնի է դարձել նաև, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հաստատել են Իրանում հարվածներ հասցնելու ռազմավարական թիրախների ամբողջական ցանկը, եթե Թեհրանը չկատարի նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագիրը։ Այս մասին էլ հաղորդում է The Jerusalem Post-ը, հղումանելով երկու տեղեկացված աղբյուրներին։ Նշվում է նաև, որ թիրախների ցանկի վերջնական մշակումից բացի ավարտվել են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի զինված ուժերի միջև օպերատիվ համակարգումը։ Ըստ տեղեկությունների վերջնական մանրամասները համաձայնեցվել են անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրի եւ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավարության միջև հանդիպման ժամանակ, որտեղ պաշտոնյաները քննարկել են համատեղ առաքելության դերն ու նպատակները, եթե վերջնագրի ժամկետը լրանա։ Իրանը սակայն կարծես թե մտադիր չէ տեղի տալ այս ճնշումներին, այսպես Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալադեդին Բուրջո Էրդին հայտարարել է, որ իր երկրի բանակը հրթիռների կամ այլ ռազմավարական նյութերի պակաս չի ունենա, նույնիսկ եթե տարածաշրջանում պատերազմը շարունակվի եւս մի քանի տարի։ Բուրջոերդիի խոսքով իրանական բանակի պաշտպանական հնարավորությունների հետ բախվելիս թշնամին պարտություն կրեց, չնայած իր ժամանակակից զենքին։ Եվ այսպես Թեհրանի նահանգում գիշերն ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով կան զոհեր, այդ թվում 10 տարին չլրացած 4 աղջիկ եւ 2 տղա, հայտնում է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցման Բահարեստանի շրջանում բնակելի շենքին հասցված հարվածից առնվազն 13 մարդ է զոհվել։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին Հայֆա քաղաքում, հրթիռը խոցել է բնակելի շենքերից մեկը տարածքում, որոնողափրկարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Հաղորդվում է 2 զոհի, 2 անհետ կորածի մասին։ Ըստ իսրայելական իշխանությունների Իրանն արձակել է միայն 1 ծանր հրթիռ։ Եվ այսպես առաջինի տաղավարում զրուցելու եմ իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Եվ ահա
սպանվել է Իրանի հետախուզության ղեկավարը հենց նոր րոպեներ առաջ բարձ դարձավ ինչպես եք գնահատում սա փոխում է արդյոք ուրեմն այս ժամկետների հետ կապված ինչ որ բան թե ուրեմն սպասենք առաջիկայում իսկապես 45-օրյա դադարի տարբեր էին հայտարարությունները ես ներկայացրի թե ինչ ուրեմն հնարավոր ժամկետներ կան այսօր մինչև 8-ը, հետո կարծեք թե 3 շաբթի է տեղափոխվել, ինչ է տեղի ունենում, համեցեք։ Դե կոնկրետ այս սպանությունը ոչինչ չի փոխի, որովհետև ավելի քան 50 բարձրաստիճան զինվորականներ են սպանվել, այդ թվում նաև գերագույն առաջնորդը եւ դրանից կարծես թե Իրանը չի ընկրկել, Իրանը շարունակում է նույն ոճով եւ պաշտպանվել եւ այսպես կոշտ հայտարարություններ հնչեցնել եւ նաև որոշ դեպքերում տեսնում ենք նաև շատ այսպես լուրջ գրոհների անցնել Ինչ վերաբերում է ժամկետին, Թրամփը արդեն մի քանի անգամ վերջնաժամկետներ է սահմանել Իրանի համար, բայց ելի դատելով Իրանի հարձակումներ, Իրանի քայլերից եւ հայտարարություններից իրենք դեռևս տեղի չեն տա ճնշումներին։ Այսինքն դեռևս չկա ԱՄՆ-ից Իրան այսպես համաձայնության հասնելու հնարավորություն։ Հնարավորություն միշտ էլ կա, բայց դատելով հայտարարություններից դեռևս դա մոտ չէ, չնայած հնարավոր է դա ընդհանրապես ռետորաբանությունը իսկ իրականությունը մի քիչ այլ է։ Ամեն դեպքում Իրանում ասում են, որ իրենք 30 տարի պատրաստվել են այս պատերազմին եւ տեղի չեն տա, նույնիսկ 1 տարի պատրաստ են այսպես կռվել, բայց հայտարարությունները մի բան են, իսկ իրականում դուք նշեցիք, որ 3-1 ծանր հրթիռ են ուղարկել Իսրայել։ Իրականում շատերի կարծիքով Իրանն ունի այդ բալիստիկ հրթիռները, բայց չունի արձակող կայանները, այդ արձակող կայանների 95%-ը ոչնչացրել են եւ տարբեր թվեր էին ասում իսրայելական եւ ամերիկյան հետախուզությունը, ասում էին միջև պատերազմը Իրան ունի մոտ 2000 բալիստիկ հրթիռ, հետո ասում էր 3000, դրանց արձակող կայանների թիվը մոտ 300-ն էին նշում, ասում են որ 255-ը ոչնչացվել է, վերջին օրերին եւս մի քանիսը ոչնչացվել են եւ կան տեղեկություններ, որ Իրանը ունի այդ հրթիռները, դեռևս որոշակի պաշարներ ունի, մասնավորապես Reuters-ը նշել էր, որ ընդամենը 1/3-ն է սպառել իր հրթիռների եւ դեռ բավականին շատ ունի, բայց այդ արձակող կայանները չունի։ Ամեն դեպքում տեսնում ենք նկատի ունեմ որքանով է քարոզչական, որքանով է իրական Իրանի ներկայացրածը։ Դա դժվար է ասել, դա մենք չունենք հետախուզական տվյալներ, որ ասենք տարբեր իհարկե այս պատերազմում շատ մեծ ցանկացած պատերազմ ընդհանրապես շատ մեծ դեր է հատկացվում քարոզչական կոմպոնենտին եւ բնականաբար եւ ամերիկյան կողմը եւ իսրայելական եւ իրանական կողմը քարոզչական պատերազմում ցույց են տալիս, որ իրենք առավելություն ունեն, իսկ իրականությունը ճշգրիտ նշել մի քիչ մեր համար դժվար է, բայց մի բան ակնհայտ է, որ այն նախնական թվերը, որ ասում էին ամերիկացիները եւ իսրայելցիները, որ արդեն ավարտվել է պատերազմը, իրենք ասում են 4-ից 6 շաբաթ, բայց տեսանք արդեն 6 շաբաթը լրանում է եւ դեռևս որևէ այսպես նախանշան չկա, որ մոտ օրերս կավարտվի այն։ Մի բան վերջո այս պահին ռազմավարական նախաձեռնությունը պահում եւ ով ի վերջո կհաղթի այս պատերազմում դժվար է ասել։ Այն որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը զգալի գերակայություն են Իրանի նկատմամբ, սա արդեն որևէ մեկի համար գաղտնիք չի եւ այդպես էլ պետք է լիներ։ Ուժերի հարաբերակցությունը զգալիորեն հօգուտ ԱՄՆ-Իսրայել տանդեմի էր։ Իրանը բնականաբար չուներ այդ ներուժը, որ այսպես հավասարը հավասարի պես կռվի դրա դեմ, բայց պետք է ասել, որ Իրանը լուրջ այսպես անակնկալներ է մատուցել, նույնիսկ արդեն արևմուտքում են դա խոստովանում։ Օրինակ, իրենք սկզբնականորեն, եթե հիշում եք, Թրամփ ասում էր, Իրանը այլևս չունի հոբ, բոլորը ոչնչացրել եք, հիշում եք, այդպիսի հայտարարություններ անում։ 2 օր առաջ տեսանք, որ Իրանի երկնքում խոցվեց ամերիկյան կործանիչը եւ դրա այդ կործանիչի օդաչուներից մեկը կատապուլտացվել էր եւ այսպես Իրանի տարածքում էր հայտնվել եւ մի իսկական դրամա տեղի ունեցավ ԱՄՆ-ն ահռելի միջոցներ ներդրեց գործի դրեց որպեսզի իր օդաչուին փրկի եւ տեսանք որ դրանից բացի այդ կործանիչից բացի եւս մի քանի ուղաթիռ եւ եւս մեկ այլ տեսակի կործանիչ Իրանը խոցեց շատ է խոսվում որ հնարավոր է Իրանը գաղտնի ճանապարհով այս ընթացքում Ռուսաստանից եւ Չինաստանից նոր հոբ համակարգեր է ձեռք բերել։ Չեք բացառում։ Չեմ բացառում եւ դա անակնկալի է բերել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որովհետեւ
իրենք շատ այսպես ինքնավստահ ասում են, որ ամբողջ հոպը ոչնչացվել է, մենք տեր ու տնօրեն ենք Իրանի երկնքում, բայց տեսնում ենք, որ խոցվեցին եւ կործանիչներ, եւ ուղղաթիռներ, եւ այլն։ Տեսնում ենք, որ Իրանը ունի այնուամենայնիվ գաղտնի զենքեր, անակնկալներ, որոնք որ մեծ անակնկալ են դարձել ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Այնպես որ դատելով իրանական կողմի հայտարարություններից իրենք դեռևս չեն պատրաստվում տեղի տալ եւ հնարավոր դեռևս մի որոշ ժամանակ այս պատերազմը շարունակվի։ Ըստ էության արդյունավետ է Իրանի, այսպես ասած, ասիմետրիկ պատասխանը իրեն ուղված հարձակումներին։ Ինչ որ առումով այո, Իրանը անակնկալ է բերել շատ անակնկալներ է մատուցել, օրինակ շատերը չէին սպասում, որ Իրանը կթիրախավորի Մերձավոր Արևելյան Պարսից ծոցի արաբական երկրներին, Էմիրատներին, Սաուդյան Արաբիային, Բահրեյնին եւ այլն։ Մի քանի երկրների թիրախավորել է, այդ երկրների ենթակառուցվածքներին է հարվածում եւ այդ երկրների միջոցով է փորձում ճնշումներ գործադրել ԱՄՆ-ի վրա, որ կանգնեցնեն պատերազմը։ Եվս մեկ անակնկալ քայլ էր, դեռևս չնայած դրա մասին շատ էր խոսվել, Հորմուզի նեղուցի փակումը, որը որ Էսպանիան Իրանի շահերից է բխում։ Նավթի համաշխարհային գները բավականին բարձրացել են եւ Իրանը նույնպես կարող է Եվ տեսանք Թրամփի վիրավորական։ Այո, Թրամփի հայտարարությունները ստրիկաներ եւ այլն բառեր է օգտագործել, հայոյանքներ, եւ սա նշանակում է, որ այնուամենայնիվ Իրանը իր զինանոցում ունի գաղտնի զենքեր, գաղտնի մարտավարական քայլեր, որոնց շնորհիվ նա կարողանում է անակնկալ մատուցել ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Շատ էր խոսվում, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն կատարել, իրականացնել Խարկ կղզին գրավելու համար, բայց այստեղ էլի միանշանակություն չկա։ Շատերի կարծիքով, եթե ԱՄՆ-ն այդ քայլին գնա, շատ մեծ կորուստներ է ունենալու, որովհետեւ մի բան է օդային հարվածները, այլ բան է ցամաքային ռազմական գործողությունը։ Երբ որ ցամաքային ռազմական գործողության դիմի այդ դեպքում շատ զոհեր է ունենալու, այդ դեպքում Թրամփի վրա ավելի է մեծանալու ճնշումները։ Մինչև այժմ կարծեմ 15 հոգի են սպանվել, ամերիկացի զինծառայող, 300-ից ավել վիրավորներ են ունեցել, եւ դա փոքր թիվ է այս մակարդակի, այս մասշտաբի պատերազմի համար, բայց եթե գնան ռազմական գործողություններին, ապա դա լուրջ խնդիրներ է բերելու ամերիկյան կողմի համար։ Այնպես որ ամփոփելով իմ ասածը կարող եմ ասել, որ այս պահին Իրանն ունի, այսպես ասեմ, գաղտնի զենքեր կամ գաղտնի միջոցներ, որոնց շնորհիվ նա կարողանում է լուրջ անակնկալներ մատուցել ԱՄՆ-ին եւ Իսրայելին եւ ասեմ, որ բավականին լուրջ ճնշումներ կա Թրամփի վրա ԱՄՆ-ում։ Սենատորները, դեմոկրատ սենատորները արդեն ոմանք հայտարարում են, որ ԱՄՆ-ը պարտվել է, ԱՄՆ-ն վիետնամական պատերազմի օրնենք է եւ այլն եւ այլն։ Տեսեք, ձեր գնահատմամբ ուրեմն Թրամփի այս վերջնագրեր նշանակել է վերջնագրային հռետորաբանությունը խանգարում է, թե ընդհակառակը իսկապես մոտեցնում է ուրեմն խնդրի հանգուցալուծմանը։ Գիտեք ինչ, ճնշումները իհարկե մեծ են Իրանի վրա, Իրանն առելի, այսպես վնասներ է կրում։ Եթե նախկինում միայն ռազմական եւ միջուկային օբյեկտներին էին հարվածում, այժմ նաեւ այլ թիրախների են սկսել հարվածել։ Օրինակ օրերս հարվածներ հասցրեցին Իրանի շատ կարևոր դեղագործական ընկերություններից մեկին, որը բացառիկ դեղագործական ապրանք էր արտադրում եւ արտահանում։ Ընդհանուր, այսպես նաեւ տնտեսական ենթակառուցվածքներն են փորձում ոչնչացնել եւ Իրանին դարձնել մի հաշմանդամ երկիր եւ բնականաբար այստեղ Իրանը շատ լուրջ կորուստներ է կրում, բայց այն վերջնագրային տոնը, այն պահանջները, որը ԱՄՆ-ն է ներկայացնում, Իրանը կարծես թե Իրանի համար դա անընդունելի է, Իրանը չի պատրաստվում դա ընդունել։ Լավ, մենք տեսնում ենք նաև այս փոխադարձ հարվածներից երեխաներ, կանայք, երկու կողմն էլ տուժում է Ընդհանրապես որքանով է այս ամբողջ օրերի 1.5 ամսվա ընթացքում հնարավոր եղել զերծ մնալ ընդհանրապես բնակելի թիրախներից։ Ցավոք դրանից զերծ չի հաջողվել մնալ, տեսանք առաջի օրը, երբ որ հարվածեցին Իրանին, դպրոցին հարվածեցին եւ մեծ քանակությամբ երեխաներ, աղջիկ երեխաներ սպանվեցին։ Իրանն իր հերթին թիրախավորում է Իսրայելի որոշ քաղաքների բնակելի թաղամասերը եւ այլն, այնպես որ պատերազմը արդեն անցել է միայն ռազմավարական կամ ռազմական թիրախներին հարվածելուց, այժմ նաեւ թիրախավորվում են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, շենքեր, դպրոցներ եւ այլն եւ ցավոք զոհերի թիվը դրանից միայն ավելանում է, բավականին մեծ թիվ։ Մանավանդ Իրանը շատ մեծ քանակությամբ զոհեր ունի։
Վերջն էլ չի երևում։ Վերջն էլ չի երևում, այո։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում է իրանագետը Արմեն Վարդանյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին։ Կհանդիպենք։